Ինչ վերաբերում է եկեղեցու արշավին, քիչ առաջ ես դատարանի բակում էի, Արշակ Սրբազանին, Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել էլի, արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է, գիտեք ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու, բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում, Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից, վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը, ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է եւ ես չեմ կարծում, որ Վեհապար Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի, որտեղ որ լինի Վեհապար Հայրապետը, այնտեղ էլ կլինի Վեհարանը, դե այսպես որ շարունակվի ԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատեվական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգեվորականներ եւ arczepiskopos-ներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։